Այս գեղեցիկ վարդերի տեսարանի ներքո սկսում եմ իմ օրվա վլոգը ամսի 12-ն է, շատ տարիներ առաջ, հենց կարծեմ 61 թվին ա եղել, որ Յուրի Գագարինը առաջին անգամ թռել է կոսմոս ու հենց այդ տարին ու այդ օրն էլ ծնվել է իմ սիրուն մաման, իմ ու ձեր շատ սիրելի Թամար տատիկը։ Այս գեղեցիկ վարդերի ներքո ուզում եմ շնորհավորել նաև այսօրվա բոլոր ծնվածներին, առողջ լինեք, լավ լինեք և ամենակարևորը սիրված ու գնահատված լինեք իմ համար, դա կյանքում շատ մեծ դեր ու կարևորություն ունի, թե իմ համար, թե իմ մտերիմներին ցանկանալու համար։ Մայրուս իրարի բաժանորդներ, ոնց եք լավը, ես արդեն լավ եմ, Մեր առավոտը սկսել ենք այս ձևով, Իրիկունը տորթը կերել ենք, առավոտն էլ Ալեքսն ուզեցել է այս նախշը վայելի թողետ ու վայելելա չենք նեղացել, չենք բարկացել, որովհետև ցանկությունն է, որ ուզեցել է անի։ Այսօրվա համար նորից եմ ասում դեռև ուրիշ պլաններ ունենք, չէ, սուս չէ։ Նորից եկավ ձմեռը։ Նորից եկել է ձմեռը։ Ուզում էի մամայի հետ գնայինք Վանաձոր, են էլ մորքուրիս աղջիկն է իր երեխեքով գալու։ Մի եկեք սուրճ խմենք, իմ այս սիրուն ափսեներով, առաջի անգամ եմ օգտագործելու։ Ես է շամպայն։ Շատ երկար տարիներ պահել էի, երևի թե միակ սպասքն էր, որ պահում էի։ Սիրուն, սիրուն, իմ ամենա սիրուն, իմ գարտնապահվալը, իմ գանձասարը, իմ ամենից լավը։ Մաման քեզ ոնց էր ասել, ասներ հանկարծ մամային տատին, իմ մամային չասես, որ վարդեր ենք առել։ Չէ։ Բա ինչ էր ասել, չասես քո տատի։ Հա, ասել չասես քո տատին։ Իմ տղեն էլ չասավ։ Այս ինչ ես կսեր։ Այս ինչ ես կսեր։ Հնջիկ։ Մամա, մնացել է շամպայնը։ Շամպայնը, որ Արաքսի տանք կան, ընդով տենք բացի։ Արաքսիկը գալու է։ Հա։ Կյանքը հասկանում քեզ Մամա։ մամա ինձ է գինի գցրու։ Չէ։ Համի սիրուն գինի լսնենք, կոֆե եփենք, գնա տատի մար կոֆե։ Դու է փերի, ես 11-ն է, 11-ը ուր։ Արի միասին գնանք եփենք։ Արի։ Եկեք, ընքան էլ հարմարավոր, ոչ տեղ եմ դեռ հարմարվել, երեք սաղորը ծնունդներով էի, սկզբից ընկերուհուս ծնունդներ, որ շատ երկար մնացինք, մենք պլանավորել ենք, տենց մի ժամ մնանք ու վերջ, կամ մինչև երեխեքի դպրոցից գալը, բայց ստացվեց նենց, որ մի խոսքով շատ չմանրանամ, չեմ ուզում, որովհետև երբեմն չես ուզում էլի ամեն ինչը ասես, ինչը որ պետք չի, քանի որ դա մենակ քոնը չի։ Ինչևէ, շատ լավ օր ենք անցկացրել, այս պահին վայելում ենք մեր առավոտյան սուրճը, մամայի հետ, գիտեք, որ իմ համար մի ուրիշ աշխարհ է, մորոս հետ կոֆե խմելը, այս ենք մի հատ էլի սրանց ունեի, հեսա կբացեմ, հեսա, ունեմ այս խմիչքը իմ մոտ միշտ հին ու բարի լավ հիշողությունները արթնացնում, համ ինգայս եմ հիշում, համ Նիկայի հետ եմ առաջինը փոխարկել ու շատ հավան է, իսկ ստեղ էլ հագիդուլը, լիտայա վարոց։ Կասես ճասմեն որտեղ է։ Կոֆեն թղթի մեջ դրած է ցելոֆանով, տատին ասա թղթի պաճկում դրած է։ Ասաս։ Գնանք կոֆեի ամենը երեք իջացրի վարպետներից մոտ ներողություն խնդրեցի, ասի դուք ձեր կոֆեն կեփեք։
Արի դու Կոֆե սամանը տվել էի ներքևում մաման շփոթության մեջ էր ընկել մի խոսքով Առավոտից մամայից շնորհավորում են, այս պահին ուզում եմ խմենք այս գինին, են էլ թողենք մորքույս աղջիկը կգա երեխեքի ամուսնու հետ, թե չէ պլանավորել ենք լրիվ ուրիշ ձևով, իրիկվա համար էլ լրիվ ուրիշ նպատակներ ունեի, սիրելի հետևորդներ ջան, են էլ եղանակային պայմանները ոչ մի բան թույլ չտվեց, այս մի կումը զուտ Ալեքսին, բայց չի խմի, ընդամենը կչխկցնի մեր հետ, այս էլ ինձ ու մամայիս, սա շատ լավ գինի է, Ալայանք էին բերել, իրանք այդ Արենի գործարանից վերցնում են, ընդամենը շշալցված չի, բայց շատ լավն է, շատ համով, հոտով, ընտիր գինի է։ Այս ափսեների հանդեպ ինչ այս ափսեների հանդեպ գիտեք ինչ մտադրություն ունեի, կյանքում առաջի բանն է, որ պահել եմ երևի մի 8 տարի է, ոչ մի անգամ չեմ օգտագործել, ասում էի Ալեքսես, որ դպրոց կպրծնի, սեղան կբացեմ, սենց բաներ էի մտածում, բայց մի հասկացա, որ եկել է հասունացել են պահը, որ այս սիրուն ափսեներով, այս ոսկեզօծիկ, շատ հավես ու հաճելի դիզայնով, մենք, այսպես ասած, օգտագործենք սիրելի հետևորդներ ջան, բարեկամներ ջան, հարազատներ ջան, եկեք հիմա խլովեղենը կտրեմ նորից, հետո կոֆե խմենք մի հատ մամայիս հետ, հետո ձեր հետ, քանի որ պետք է հարմարացնեմ, նենց անեմ, որ այսպես ասած պատրաստություն տեսնեմ, այս պահին, այս 10 անցա երևի, բայց թե այն ինչ որ ուզում եմ անեմ, կհասցնեմ, ընդամենը մի աղցան եմ պատրաստելու, հետո արդեն այսպես ասած համբերի Ալեքս բանա։ Մամա, այս գինի ես դցրել։ Հա, որ չխկացնես դրա համար տենձուր խացար։ Հա։ Հո ջան։ Գիտես ոնց։ Այն դարակից անձեռոցիկ ինչքան կա լրիվ բեր։ Ուրա։ Ես քեզ ասի դարակը քաշի։ Հա։ Լրիվ բեր։ Հա, ինչքան կա լրիվ բեր։ Չէ, սենյակ մտի։ Քուտումբուշկից քաշի։ Բնավորություն ունեմ, որ այսպես ասած ամեն անկյունում թողում։ Հա, ինչքան կա լրիվ բեր, բալա։ Այսքանը։ Հիմա Այսքանը։ Մի սիրելի բաժանորդներ, չասես Ալեքսան։ Ալեքս հանդարտվի։ Չասես ես ասեմ էլի։ Ասա։ Չասես Ալեքսան, ինչ ես գինի խմում։ Վայ դե ես եմ սիրում էլի գինի խմեմ։ Ոյ, քեզ շատ շուտ է, չէ։ Չէ, ես սրա հետ եմ։ Չէ, դու ընդամենը չխկացնելու ես։ Ես չխկացնեմ ու խմեմ։ Չէ, Ալեքս։ Հա, խմեմ։ Չէ, Ալեքս։ Բայց խմեմ։ Ես էլ շամպայն կխմեմ։ Շամպայնից կարաս խմես, բայց գինի չէ։ Մամա, այս կոնֆետներից կարելի է։ Հա, իհարկե, վախ։ Ինչ եղավ։ Դա մի հատ պատարակ աղտուր։ Բեր։ Ուй։ Այսքան բան։ Ահա, այս մեր կոֆեի սեղանը։ Ամենալավս։ Այս էլ մենք
Իմ սիրուններից սիրունը։ Գարի շնորհավոր ենք։ Ամենահամովս։ Տատին դուր։ Գանձասած։ Պահ։ Իմանը մեր թաթոյից սիրուն ձեռքի։ Տատան դու շնորհավոր։ Պահ, ապրես աղբերջան։ Շնորհավոր արախությունինս։ Առողջ։ Արող լինես ու լավ լինես։ Ոյ տատը մերնիկ ու լավ ջանին։ Պահ, են ալկաշնի մամնատոտակաշում։ Տատին դու իրիկունը դու գմամանին ինձ սիրուն շնորհավորեցի։ Տատի ամենասիրուն ծնունդն էր ազիզես մի ծնունդը։ Ծնունդը շնորհավոր, լա 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 լա, ծնունդը շնորհավոր, ծնունդը շնորհավոր, Լա 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 լա։ Խմենք մեր գենացը։ Ամենալավս։ Հրախմիկինի։ Թանգերից ամենաթանկս, Տեր Խմենք մեր Աստվածան։ գենացը, չասեկար արեք շարում չեք որ խմում, վայ դրա շողուրդ ես եմ սիրում խմել, Մերն պատկերի դալան մեծ տղայա դարել, աշխարհին խաղաղություն լնի, իմ երեխեքին առողջություն լնի, Տեր Աստվածան, ամենալավ բաները լնի իմ Ալեքսին, իմ Նարեկին, իմ տղունտանիքին, ամենահամո, իմ Ալեքսի մամային ու պապային չէ ասես, այո թամատ տատս, արևիտ մերն եմ, լավն ես աղջիկ ջանը, լավ ամեն ինչի համար շնորհակալություն, գիշերային սյուրպրիզի համար, օյ, Սրանց մոռացել ենք։ ոչինչ ենք մոռացել ես են անկյունում ես սիրում, Ինչ կինյա, իմ պատմեմ դուք լսեք։ ծաղիկների ամենասիրունը, Այստեղից ծնունդի սորն էի ծաղիկ կարել, ուզեցել ենք, որ բան անենք։ դե չես լսում է Ալեքսյան, դու մեծանաս, զորանաս, քո մամայի համար լավ տղա դառնաս, հասկացար ազիզ, բայց դու միշտ իմացի, տատը կյանքում չտի մոռանա, որ դու գիշերով ես 7 կիլոմետր տեղ այդ տորթը մոմերը վրեն բերիր, Հա, բեկավսում էր։ դե լավ, վсё, ապրես աղջիկ ջան, վсё, ամենալավ բաները, կոնգասարիս, Ապես մամա։ Նրա դուք էր ասեք։ Դուք էր սիրում գինի խմել։ Ես լավն էր, լավ, դեր մի խոսահան, Էսմանի Սպասի։ Էսմանը Սրտիկներիս ասեմ, դեռ չգիտեմ էքսկի ժամը քանիսն է, տարբեր ձևի բաներ եմ պատրաստում, որովհետև գիտեք, ուրես հրազում այազիս ջան, հյուրեր եմ կունենալու, անսովորը, արդեն նենց եմ սովորել, Այն հեշտ գազելի, մի խոսքով էլի, ստեղ ամեն ինչը մի քիչ ուրիշ է, բայց թե յոլային գնամ, հմի մինչև է տեղատ չեղացնեփի, հոյ ծուր բանձրև, հիամատ, ամաններից եմ լավից վատից բերել, ու Հլա տենամ, կարամ ստեղ նստեմ, կարողա կոֆեիլ խմենք, հա էլի, եկեք մի հատ կոֆե էփենք էլի, որովհետև անհնար է, անհնար, հայոց հոգին անգաջ է, Ալեքսս ընդեղա, պլիտը վառածա, որովհետև Ուրիշ չի կարարնի խեղտ մերս կոֆեի ամանման ակալի ասմա ուրա գնացելա են մի տանն ամանգալի են էլ չգիտի որ իչացրել եմ ներքև որովհետև լնմա էլի որ համ պատրաստից վեր ես կենեմ Տեղ գնամ, ընդեղ գնամ ու վատ եմ զգում, որ չեմ կարողանում հյուրասիրություն անեմ իմ վարպետներին դրա համար սուրճնել, սուրճի հետի համով բաներն էլ, ինչ կա չկա
Սաղ թողել եմ ներքև, ասել եմ, էս դուք, էս էլ ձեր տարածքը, ինչ ոնց գիտեք, նենց էլ արեք, ենքան ծիծաղել էին, դե բա ինչ ասեմ, ասեք, հավի կրծքամ իսեմ էպան, սալատ, մալատ, ուզում էինք խորոված, բայց եղանակը թույլ չի տամ, ես էլ շարկլատիտի մի բան կանեմ, խաշլամա եմ դրել, որքույր աղջիկն է, երեխեքի հետ գալու, կուճուր երեխեք ունի, շուտ կհիշեիք չէ արաքսին, ձերի լավ սիրուն շնորք ուներ, ֆուրշետ, մուրշետ, խոհանոցային էջմ, ոնց որ արել ենք նկարահանումներ իրա հետ, առանց դեմքի իհարկե, ընթացք կար, որ այն դեռ չամուսնացած տարում ինձ հյուր էր եկել, հայ մի ամիս էր մնացել էր մեր տանը, իրար հետ ջան էինք ասում, ջան լսում, ժողովուրդ չեք պատկերացնի, կոֆե ջան հլա շուտ տարավ աղջկա, չեք պատկերացնի, թե ես ինչքան ինձ լավ եմ զգացել, ես մտածել եմ Ալեքսը մամային ասելա, դե մաման էլ թորի անունը գետնով չտալու համար ինձ բան չի ասել ու ես մտածում էի ասում էի այն պահից, որ տորթն ու ծաղիկները բերենք, ես կհասկանամ էլի, ասելա Ալեքսը մամային մի բան, թե իրոք մենք գաղտնիք ենք պահել ու փաստորեն այո, իմ տղուկի հետ մենք արդեն գաղտնիքներ ենք պահում, դա ինձ շատ ուրախացրեց, այս է ձեպին, շատ ոգևորեց, շատ ոգեշնչեց ու բայց ազերես վիճակը խայտառակություն է, ասեցի չէ, երեք ուզում էի, որ կտրեմ, այն էլ պլանները փոխվեցին, ծնունդի գնացի, այսօրվա համար էլ դե չէր լինի, ատմենա, ու ուզեմ, չուզեմ, այսօր ինչ գնով լինի, պիտի ֆենեմ, մի հատ կարողանամ, այս կարողա մեր ավազն եմ բերել ու սենց անկապ սիգնալ են տալիս, ատում եմ, որ կանգնում են ու սիգնալ տալիս, չէ ոնց էր, մի հնենց ես սիգնալ էին տալիս, ասես չեմ սիրեմ, հա Ալեքս, Ալեքսս է սիգնալից խառնվեց իրար, ուրեմն վաճառականի մեքենայա, Ալեքս ջան, ցավդ տանեմ, դռները սաղ փագա, կապիշոնոտ քաշի մարնեմ արևետ, ստեղ չի բռնում ինտերնետ, գնա տանը նայ, դռները բոլորը փագում ես, իմ սիրուն Ալեքս, իմ հավատարիմ Ալեքս, դուր են մյուսներ, զալիններ, փագ է էտ դուրը, սկսվեց, դուր փագելու սեզոնը, ոյ, խոհանոցում տակ էր, շոփշոփում էի մորս մար, էդ մի ուրիշ հաճույք է, ջան, հինգշաբթի պետք է երգի գնայինք, ես հասկացա, որ ինչ երգ, այդ ձեր ցավը տանեմ, չի լինի, որովհետև տունը բոմբի վիճակը մեր, բոմբի, բառիս ուղիղ իմաստով, բայց երկուշաբթի ինչ ուզում առնի, ոնց ուզում առնի, պարտադիր երգ, որովհետև երգը կյանք է,
հագել եմ իմ ամենահաստ շորը, եթե նկատել եք, ու ոնց են ասում, էլի մրսում եմ, որովհետև ցուրտ է մի այլ կարգի, բայց մերոնք ասում են ընդեղ արդեն տաքանում է, երեկ Նիկան էլ ասավ, տենանք այդ տաքությունները երբ հաստեղ հասնեմ, ավազ ենք պատվիրել, այս դրսի ավազով չեր լինի, սվաղ պետք անեն, կուխնու պատերը չհասցրեցի էլ ցույց տամ, բայց վաղը, այսօր թող լինի մորս ծնունդի համար նախատեսված վլոգ, վաղը ուրիշ կլինի, տենց էլի։ Ուղղակի կուզեի ասենք ավելի հավեսով լներ, սիրուն լներ, են էլ եղանակը թույլ չտալի ինչ անեմ, ասեք դուք ասեք, անցած տարի այսօրը մենք ջերմուկ էինք, ժողովուրդ, այնքան ես ինձ ոգեշնչված ու լավ զգացի, չեք էլ պատկերացնի, էլի էին մեզ կանչում, ուղղակի դե համ սենց, համ հյուրեր, ու ասում եմ հլնայք, ասում եմ այդ ջան չեն կանչում ձեզ, ասում եմ ես զբաղվում եմ էլի այդ հարցով, պիտի էլի կանչեն, ուղղակի այս ամիս չի լինի, չեմ ուզում, ոչ թե չեմ ուզում, չի հարմարվում, որովհետև դրանից են կողմ տան գործեր ունենք, հյուրեր, մի խոսքով, այդ կինն ասում է, եթե չէ մենք միջամտենք, ասեցի շնորհակալություն ու ասում եմ հլը տեսեք էլի պետք է ասեն, գովում եմ ինքնագովեստով ազբաղվում, բայց վստահ եմ, որ շատերին չի էլի նման բան առաջարկվում, ես մի անգամ էլ չէ ասեցի, որ տառողջարանի տնօրենը ինձ ու Ալեքսիս հրավիրեց հանգստանալու, բայց թե ես ամաչեցի, չգնացի, որովհետև ես մի տեսակ, մի օր, երկու օր գնաս չի լինում, մանավանդ եթե երեխուն բուժում է պետք, գոնե 2 շաբաթ էլ ամաչում ես մի տեսակ ուրիշի հոշվին։ Ու խայ, հոգով է չի, ընտիրություն, ոչ դեղերս եմ խմել, ոչ բան չեմ արել, բայց ջուրս խմել եմ, մի տեսակ այդ ջուր խմելը, տիկին լալաս, որ ասում էր դառնալու ակու կենսակ երբ ասում էի լավ եք էլի չեմ պատկերացնի, ոնց կլինի սենց նենց, բայց լավ էլ լինում եղեք ստեղ նստում եմ, սաղ փողոց դեմս պարզ երևում մաքրում ենք համեն, ընտիր, լավը, որակով, Так, բայց կոֆե կումանեմ ու ընտիրություն նախքան համեմը օպալա մի հատ այս 1000-ի տերևները մի հարելու առողջ սննդակարգի համար մեկ ուտելիքը սենց ասեմ, հա, երեք գրառումներս կարդում եմ, իրոք բան ծիծաղս եկավ, որովհետև ներողություն, որ սենց ասեցի, բայց ճիշտ են ասում էլի, որ մարդկանց չի լինի հավատացնել են, ինչը որ իրոք դու դա անում ես, գրել էին, Անայդ ջան, ինչ դիետա ես պահում, դե իմ փոխարեն մի հատ ուրիշ հետևորդ գրել էր, իսկ պահում, որ ես զարմանում եմ, ժողովուրդ ինչքան ասեն, դիետա պահելով ոչ մեկ չի նիհարելու, բայց գոնե հնարավորինս բալանսավորված սնվելով ու միջանկյալները պահելով գալիս ես ընդհանուր բալանսին, հիմա այդքանը ով ոնց է ընդունում, կներեք
իմ ուժերից վերա, որ ես ասեմ նենց, որ ես նույնց եմ ասում, ես դիետա չեմ պահում, բայց նենց էլ չէ էլի, որ սենց ամեն ինչից, ասենք, վեր ես կենում, մի հատ խոսքի լավ, հացի պան, լով չայ խմում, պես օգնել հետը, չկա տենց բան, մի քիչ մտածելով ենք ուտում ու իրար հետ համադրելով, հա, առողջ ապրելակերպի, առողջ ապսեի կանոններից, որ մի քիչ տեղեկացված ելնեք, կտեսնեք, որ այն բաները, որ ես անում եմ, մոտ է առողջ ապսեին ու դա էլ ինձ օգնում է, որ էլ ավելի չչաղանամ, այ նոր նանայի հետ էի խոսում, ասում մի քանի տարի, ու այդ օրը ես էլ էի իրոք էջս թերթել, մի տեսակ կա, չէ, տենց նոստալգիա, որ ուզում ես հետ գնաս, անցյալդ փորփրես, Ալեքսին էի ուզում տարբերությունը զգամ, մի խոսքով շատ չմանրանամ, այս ուտեմ, սրա միջուկն էլ է շատ համով ու ասում եմ Աստվածին, այն ժամանակ ինչքան բաներ չեմ արել, խուսափել եմ ուրիշի կարծիքից, նույն ինքը վաղա ինչ կասեն, կլպում ես ու մեկի ուտում, բերի մեր ավազը, բերեցի, դե Անահիտ ջան, ձեռներդ կշտի ու մնացած չեմ ասում, ու էլի, ու ճանապարհ ինձ տվեք, մի խանգարեք մարդիկ, բարով հարպետնը ես էլ չեն գալիս, ասում խազեին, ասում եմ խազեինը տանը չի, կատակում եմ, ասում եմ դե բա ինչ ասենք, ասում եմ Աննա, ու վսյո, բերին, մաղան, սիրում, լավ ավազ, ուգմի ես ես պահից շատ նեղվում եմ, հա Ալեքս, Մամա, այսեր ինտերնետ չկա, Ալեքս, գնա մտի տուն, հետո դռները բաց փագի, սրտիկ ջան, ու նոր ինտերնետ մտի, արդեն կգնի, գնա, որտեղ մտնեմ, զալը գնա, ինչքան դուր կա հերթով փագի, լսում եք չէ ավտոյից էլ, եկեք ցույց տամ, այ Նիկա ջանականչդ կանչի, հա, բա ես սրա տերն էի, դու ինձ սենց թողաս ու գնաս, իբր թե այդքանը մի կուբ ավազա չգիտեմ, երևի ճիշտ կդնի էլի, մի խոսքով շատ չկանգնեմ, գործերս շատ են, հյուրերս ճամփին են, Հրազդանից գալիս են հատուկ իմ մամայի համար, ասեք, որ ինչքան պատիվ ա մեզ, ինչքան եմ ես ուրախանում, համով այս կոթերը էլով ասիրում կլպում ես, ու շենց համով ուտեմ, Շարունակում եմ իմ աշխատանքը, սիրելիներս, այստեղ արդեն անցել եմ աղցաններին, քերել եմ ընկույզ, սխտոր, մանրացրել հավի կրծքամիսը, այսպես, ահա, ասել եմ չէ, որ որոշել եմ պատրաստեմ 2 աղցան, ինչ եմ անում, կամ թթվասեր, կամ մայոնեզ, իրան այսպես լցնում եմ,
ու խառնում։ Ասեմ ձեզ, այս աղցանը շատ համեղ է ստացվում, շատ արտակարգ և շատ ընտիր։ Այ ես մի կտորն էլ չէի նկատել, որ քանի որ շտապում եմ, կարելի է ասած, ինձ մնացել է 1 ժամ, որպեսզի կարողանամ գործերս ավարտին, հասցնեմ, սեղան պատրաստեմ և վայելենք։ Դիր ներքև, այդտեղ թող։ Սա մի աղցան, որ ես համարեցի պատրաստ, ինքը շատ համեղ է, սովորականից տարբերվող հաստատ, քանի որ իրան այսպես լավ ջարդում ենք, այնպես որ թել արածները չերևա, ինքը սենց խյուսի նման, շատ համու հոտով աղցան է ստացվում, բազմիցս եմ պատրաստում և իմ տանը իմ հյուրերը շատ են հավանում։ Մի անգամից, քանի որ իմ հիմնական խոհանոցում չեմ, տեսնում եք վազքս ինչքան շատ է, մի անգամից տեղափոխում եմ աղցանաման, այսպես, և արդեն իսկ տալիս իմ ուզած տեսքը։ Կհղկեցնեմ հնարավորինս, այսպես, և սիրելիներ ջան, ընկույզով կզարդարեմ, քանի որ այդպես ավելի նախընտրելի է, այսպես, ասեք, որ համեղ տեսք ունի ու հետաքրքիր, խնդրեմ, շատ համեղ է, բա բույրը, հիմա անցնում ենք թաբուլեին, այստեղ կտրտել եմ, տեսել եք, տարբեր կանաչիներ, բլղուրինել եմ, սև պղպեղ ավելացել, նախորդ անգամ մոռացել էի, էլի շտապեի, այստեղ էլ կարելի է ավելացնել, մի քիչ էլ կարմիր, և տեղափոխենք արդեն իսկ պատրաստի բլղուրը, սիրելիներ ջան, իհարկե կնախընտրեի իմ այն սիրուն թասերի մեջ, բայց քանի որ վերանորոգման մեջ եմ, էսենց էլ յոլա կգնանք, կարևորը սրտի ցանկությունն է։ Մի խոսքով, սա էլ թաբուլ են, կիտրոնը արդեն իսկ երևի մի 20 րոպեից, երբ որ կտեղափոխեմ աղցանամանի մեջ, սիրելի հետևորդներ ջան,
Տեղափոխելուց առաջ կլցնեմ, մի հատ էլի համերը լավ ընկերություն կանեն իրար հետ ու կտեղափոխենք այստես խնդրեմ սենց բաններ սա էլ համու հոտով թաբուլ են բլղուրը մի քիչ էլ խառնեմ, որ լավ առանձնանամ և անցնեմ հաջորդին։ Ուրեմն սիրելիներ ջան, այսենց խառը իրավիճակում եմ, մորքույս աղջիկն արդեն եկել է, երեխեքի հետ ընդեղ վազում եմ, երեխեքին սիրում գալիս տեղ, այս ճաշերի հետևից ընգնամ, որ մի քիչ շուշուտ էփի, լավ էփի, ընդեղ վարպետներն են հարցու փորձանում, վերջը, խառը գործ, ուրախ հավես տրամադրություն ամեր տանը, շատ լավ ամ, գնամ հացնել, կտրեմ, աղցաններն էլ շատ լավ ստացվեց, մի խոսքով էլի, ու արդեն տեսնեմ էլ ինչ են տանում։ Ահա, սիրելի հետևորդներ ջան, բարեկամներ ջան, հարազատներ ջան, ուրեմն մորքույս աղջիկը եկել է, եկան, որ արդեն նստենք սեղան ու կոֆես եմ ուզում հավհրես, արդեն չեմ էլ հիշում, որտեղ ինչ եմ դրել։ Երեխեքով ահագին ուրախացանք, ասում եմ ես երբ այսքան մեծացանք, չէ։ Իրանք Արաքսը ինձնից 13-4 տարի մեծան։ Մի ասում եմ կոֆե դնեմ, իրար հետ կոֆե խմենք, ասում ահա քու կոֆեներին կարոտել եմ, մաման ու ամուսինը հետ գնացին, որովհետև դե հաճախ կանչեց մամային, ամեն դեպքում, ստեղ մի սեմժարիտն, ստեղ խաչլամա եմ հետը կարտոֆիլ, Արաքսին էլ եմ գործ տվել, ասում եմ միրգ կտրի, որ կոֆե խմենք, հավեսով մեր ձևերով, ստեղ էլ, Ալեքս իջացրու, դասրտիկ, իջացրու, ապրես, չէ, կեզ ծույտ չենք տալիս, այս իմ սեղանը, են Արաքսից բերած վարդերը բերեմ պարտեզից, ինտեղ ունենք պուճուր միլա ու այդտեղ, սիրուն, այս էլ իրանց բերած սիրուն վարդերը, էլ ինչ ասենք, լավ, մեր նվերները հետո ցույց կտանք, հա, վազեմ կոֆեի հետևից, որ թափի ես ինձ չեմ ների, վազեցինք, էլ ոնց վազեցինք, վсё, խիղճս հանգիստամ, ամեն բան հաշված րոպեների ընթացքում, բայց ստացվել է, դրան զուգահեռ վարպետներն են աշխատում, տրամադրությունս բարձր, ընտիր, լավ, ով էլ նի, ուրախ չլնի, մի խոսքով, մի էլ գնամ քվորուս հետ մի բաժակ կոֆե խմեմ, ասենք, խոսանք, մերի հինը հիշենք ու երեխեքով հիանանք, այստեղ արդեն սուրճից գալիս է, գալիս ես դու ինձ մոտ, գալիս ես արևոտ, նա, իմ կյանքի առավոտ, այ կեզ տրամադրություն,
Թրանք կես կատակով, կես լրջով, ապրեմ ես, շնորհակալ եմ Աստծուն հասցրի գործերս, դա ընտիրություն էր, շտատիվ ջան, խելոք մնա խնդրում եմ, ահա սիրելիներս, այստեղ արդեն ամեն ինչը երկվում է, ինչ ենք անում, սկսեմ, ուրեմն մատուցեմ խաշլաման, ձուկը դրել եմ, խաշլաման ոչ, այս անգամ նախընտրեցի կարտոֆիլը եփեմ առանցին, քանի որ փոքր բալիկներ եք հյուր ունեմ, մտածեցի միգուցե երեխեքի դուրը չգա, հա, շուտ էփած կարտոֆիլը, պես, այնքան էլ թխրուն լավ կարտոֆիլը, սիրողները կգնահատեն, սոխել չեմ անում, զուտ երեխաների խատրից ելնելով, փոքրիկ հյուրեր ունեմ ու չեմ ուզում, որ հանկարծ չուզենան ու ասենց անուշ մատուցելու ենք և իմ բարեկամների հետ մորս օրը վերած ենք տոնի, ինչը որ ցանկացածիս համար մեծ երազանք է, այսպես, ես մեր համով հոտով խաշլաման, ընդամենը այսպես կանաչի կանեմ և կմատուցեմ, ահա, մատուցեմ նաև խոզի միսը և անուշանենք, տեն սիրելիներս, այսօրվա իմ պատրաստություններն այսպիսին էին, շնորհակալ եմ, որ ձեր ժամանակը կիսեցիք մեզ հետ, հետևեցիք, լայքեցիք, տարածեցիք, հաճելի գրառում արեցիք, քանի որ դա ձեր համար ընդամենը մի գործողություն, իսկ իմ համար շատ հաճելի զգացողություն, քանի որ հենց լայքերի միջոցով է, որ իմ աշխատանքը տարածվում է, գնահատվում և էլ ավելի լայն տարածում ունենում համացանցում, այնպես որ սիրում եմ բոլորիդ, գրկում եմ բոլորիդ, շնորհակալ եմ ձեր ամեն մի բառի, տառի, վանկի, խոսքի, մաղթանքի համար, Աստված երկար ու ձիգ տարիների կյանք տա մեր բոլորիս ծնողներին, մենք հարուստ ենք մեր ծնողներով, Տեր Աստված, լավ եղեք, առողջ եղեք, իսկ մենք արդեն կհանդիպենք որևիցե մի համեղ բաղադրատոմսով, առայժմ, այստեղ են չէ ասում, պահ, վայ չուտողին, շատ էլ թե եղանակը լավը չէր, ամեն դեպքում այս են ծիրուն կարմիր հավեսով ժարիտեցի, հյուրերս ընդեղ են, չեմ մոռանում աշխատանքիս մասին, ձեր մասին, գնանք հավեսով ժամանակ անցկացնենք, երեխեքն ուզում են պարեն, դինամիկն ենք միացրել, այն ոնց ասած Ալեքսիս լեզվով ցկցկում ենք, գնացի։ Ալեքս ջանի չասնեմ ես, ես ուզում եմ նկարեմ մի պուճուր ապրիմ բալեն։ Ահա, սիրելիներ ջան, մեր տանը դեռ էս վիճակն է, մեր հյուրերը գնացին,
Շատ ուրախացանք, շատ մեզ լավ զգացինք, շատ էլ սառել եմ, այնքան եմ վազվզել դրսերը, ուրեմն ես որ այսքան ինձ ասում եք, այս մի խոհանոցը, ընչի չեմ չէ օգտագործում, դա էլ իր խնդիրներն ունի, դրա համար էլ չեմ օգտագործում, նստեմ մի փոքր տաքանամ պլիտա եմ հետա միացրել, մեկը այս մեծ սենյակում չի օգնում, բայց այդ պլիտա կոչվածը, ուրեմն կանալիզացիայի հետ դրա խնդիր կա ու չենք էլ ուզում սենց քանդենք մի խոսքով այս կողմ են կողմ ուզում ենք դա հենց տենց էլ մնա դրա համար այդքան ուշադրությունը տեղ չենք դարձնում մի տեսակ թողում ենք հնությունների սենյակ ու ուրեմն փառքաստու ջուրը կա, բայց որ բացեմ չի կարելի վստահ չեմ էլի, որ բացեմ լավ կլինի, ուրեմն ջուրը տարել եմ, ջուրը բերել եմ, այսօր էլի գնացել եմ այն 90-ականների վաղտը, այն ցուրտ, խոնավ, հիշում եք այդ տարիները, ստեղ էլ հոձյուն չի գալի, խոշոր, փաթիլ, ուրեմն ձյունը դառնում անձրևը դառնում ձյուն ժամը 10-ից, այն կողմ այս եղանակն է մեր մոտ Բայց թե որ իմացանք գալիս են մորքուրիս աղջիկը իր աճուտիկ բուլիկների հետ, ոնց կլինի, ասենք չպատրաստեմ, մի քիչ էլ մտածելով պատրաստեցի, որ ինչ անեմ, ինչ եփեմ, որ համ մի քիչ շնորհքով ուտելիք լինի, համ էլ երեխեքի համար լավ ուտելիք լինի, երեխեքն էլ օգտվեն ու հետա տեսակ ձեռքի հետ էլ, քանի որ սա իմ հոբին չի էլի, որ ես ուղղակի նկարեմ ինձ լավ զգամ, ես այս նկարահանումներին վերաբերվում եմ որպես իմ աշխատանք, որովհետև գիտեք դրա դիմաց վարձատրվում եմ, ձեռքի հետ էլ ուզում էի նկարեմ, հետո հիշողություն է էլի, փաստորեն ստացվեց, ունեի ընդամենը մամայից գնալուց հետո 2.5 ժամվա մեջին հասցրել եմ տեղին ամեն ինչն էլ անել, սիրուն սեղան գցեցի, ու ստեղ զգացի սառցախցիկը ինչ լավ բան է, եթե ես չունենայի սառցախցիկ, պատկերացնում եք այսօր մինչև վեր կենաս, գնաս խանութ, առևտուր անես, հաստատ ժամանակ է կորչում, այն էլ ինչ կարգի, իսկ սառցախցիկում դարակ, գիտեմ, որտեղին չեմ դրել, որտեղին չունեմ, որը երկար պահել չի կարելի, մի խոսքով չէ, թեկուզ խոզի միսը, տավարի միսը, իրա պահելու ժամկետն ունի, հոչես տնի ամիսներով պահես, մաքսիմում 2 ամիս է կարելի պահել, ոչ ավել, եթե չգիտեք, ասեմ, որ իմանաք, սիրելի հետևորդներ ջան, բարեկամներ ջան, հարազատներ ջան ու արագի մեջ կարողացա սարքեմ, արաքսիկին ասում եմ, արաքս հավանում ես, թաբուլեն ասում է, հա, շատ համով է, հա, Ալեքս ջան, Ալեքսս էլ հավանեց, մի էլ իրա համար մրսում ենք ցուրտո, այս պլիտեն չի օգնում, շատ ցուրտ է ու որքանով ենք տեղեկացված, որքանով չէ, ասում են մինչև ամսի 17-ը այս իրավիճակն առնելու, մամայիս համար բերել են մի փունջ վարդ, հաշիվը չգիտեմ, երևի էլի մեր առած վարդերի չափով պետք է լինի, ոչ ավել, երևի ոչ էլ պակաս, բայց կարևորը են, որ եկել էին իրանց ներկայությունով, Ալեքս, իրանց ներկայությունով ապահովել, դրա համար ես էլ շատ ուրախացա, շատ ինձ լավ զգացի, բա պատկերացնում եմ մերս իրան ինչքան լավ կզգար, մի խոսքով շատ հավես հաճելի ժամանակ անցկացրինք, 2 սիրուն աղջիկ ունի մեր Արաքսը, մի խոսքով էլի, ընտանեկան ձևով նստեցինք, կադր-մադր տենց բաներ չարեցի, որովհետև պահկավոր, զգում ես դա պետք չի, ավելորդությունը, մանավանդ եթե մարդիկ խուսափում են տեսախցիկից,
Էլ իմաստը որն է ինչ-որ թե բաներ անելու, բացեցինք մեր այս Սան Ստեֆանո, ճիշտ եմ հիշում իր անունը, թե թարս եմ հիշում, այս ինչ ա բա, այս ինչինն է Ալեքսանդր, Ինչը? Այդ Սպրոցս։ երևի հանեց ու հետ տարը։ պաստենա գրիչ է, Բարձր օտար։ սպրոցս, պաստետեղ է, լավ, եղածն արդեն եղածա, Մամա, այմա, մի խոսքով, սիրելիներ ջան, հիմա հավաքեմ սեղանս, ինչ էր սրա անունը, ես ուզում եմ վերջի իրար շապայն։ Սանտո Ստեֆանո, Սանտո, ես Սան եմ հիշել, տոն մոռացել, շատ համով է, ես իրան շատ սիրում եմ, Շատ համով է խմեցին։ կեսը խմեցինք, կեսն էլ մնաց, էդ էլ կխմենք, հիմա փորձեմ սեղանս հավաքեմ, որովհետև արդեն ինչև էլ աման չաման էդ իրանց լվանան, արդեն մորս գալու ժամերը կլինի, ամեն ինչ լավ կլինի, Մամա, ինձ է որ լավ խմեցինք։ հա Ալեքս, այսենց հավեսով պահեր ունեցանք, այսօր, վայ, տեսախցիկս իսկի, այսօր իմ թազա սպասքանելու օրն է, Սիլվա ջան, հանել եմ, ճիշտն ասած էսել էի պահում, ասում էի, որ սպիտակ խոհանոց ունենամ, դե գիտեք ուզում եմ, այս վերևից խոհանոցը սպիտակ կլինի, ամբողջովին, ինչ կա չկա, իր կահույքով, իր ամեն ինչով, ուզում եմ, որ իմ խոհանոցս սպիտակ կլինի, Աստծու օրհնությունով ու օգնությունով, տենանք երբ կլինի, բայց թող տենց կլինի, ասում եմ մի անգամից, ամաններս էլ այդ ժամանակ կհանեմ ու սիրուն կօգտագործեմ, բայց այսօր քանի որ սենց խառը իրավիճակում էի, չէր ստացվի իմ ուզած ձևով սիրուն սեղան գցեի ու չէի էլ ուզում տրադիցիան վերացնեմ, ոնց պատահի սեղան տնեմ, մանավանդ իմ մորս համար, ուրիշ օտար մարդու համար չի, կամ օտարի համար ինչի տենց անես, եթե կարաս նորմալ անես, մի խոսքով ասեցի, բերեք խառնեմ մի տեսակ, բեր հանեմ այդ ամանեղենը ու սկսեմ օգտագործել ու հենց այդպես էլ արեցի, սիրելին ես ընքան լավն են, այս սրանք չկոտրվող ափսեներ են գիտեք չէ, Ռուսաստանից էր Սիլվասին համար բերել, եմ որ շնորհակալ եմ Սիլվայիս էլ, իմ բոլոր լավ ու բարի հետևորդներին էլ հիմա, տեսախցիկս անջատեմ, շուշուտ գործերս ավարտին հասցնեմ սիրելի հետևորդներ ջան, որ կարողանամ գործս գլուխ բերել, գորգի վրա որ մի բան ավելաթափը նամանավանդ ուտելիք, չեմ սիրում, որ տրորվում է, երեխեք մեկ-մեկ, որ ես հացի հոտը քիթ հանգնում մարդու պահի տակ սեն ոնց որ քաշի չէ, որ ուզենաս մի կտոր հաց ուտես, բայց ես երբ որ հիշում եմ, որ չեմ ուտելու, շատ հեշտ ու հանգիստ հետ եմ կանգնում ու չեմ էլ ուտում,
Սրանց էլ եմ տանում տեղավորեմ։ Աղցանս լիքը, սենց սիրում եմ, որ թաբուլ են, այ սենց մի ձև բլրակարած եմ մատուցում։ Այսքան է ճաշակել ենք համովեր, հավն էլ էր շատ լավը։ Սիրում եմ հավի այս տարբերակը, սա էլ սենց է մնաց։ Մի խոսքով հավաքվեմ ու տեսնեմ որտեղ ենք հանդիպում։